Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու 4-րդ գիրք 20-րդ գլուխ Հովսիա գեհերացնե գրապաշտությունը։ Թագավորը մարդ խրգեց եւ Հութայի ու Երուսաղեմի բոլոր երեցները իրքով հավաքվեցան։ Թագավորը դիրոջ դուրը բարձրացավ եւ իրեն հետ Հութայի բոլոր մարդիկն ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաները, մարգարիները եւ ամբողջ ժողովուրդը բզդիգեն մինչեւ մեծը։ Անոնց արչեւ գարտած դիրոջ դան մեջ գտնված ուխտի քիրքին բոլոր խոսքերը։ Թագավորը սյունինքով գայնացեր եւ դիրոջ արչեւ ուխտ դրավ, որ դիրոջ հետևի անոր բադվիրածները, վկայություններն ու կանոնները ամբողջ սիրտով եւ ամբողջ անձով բահելով, որբեսի այդ քիրքի մեջ գրված ուխտին խոսքերը կործատրե։ Ամբողջ ժողովուրդն ալ ուխտին հավանություն տվավ։ Թագավորը Քեղգյա քահանայաբեդին, երկրորդ գարկի քահանաներուն ու տրամ բահաբաններուն բադվիրեց, որ դիրոջ դաջարեն դուրս անեն այն բոլոր արարկաները, որոնք փահաղի համար, աստարոֆտի համար ու երկնքի բոլոր զորքերուն համար շինված էին։ Զանոնք Երուսաղեմեն դուրս այրեց Գետրոնի մրկաստանին մեջ եւ անոնց մոխիրը փեթել դարավ։ Հութայի թագավորներուն գարկած քուրմերը հերացուց, որոնք Հութայի քաղաքներուն ու Երուսաղեմի շրջակայքին բարձր դեղերուն վրա խումբ կձխեին, նաեւ Փահաղի, Արևին, Լուսինին, համաստեղություններուն ու երկնքի բոլոր զորքերուն խումբ ձխողները։ Աստարոֆտը դիրոջ դունեն դուրս անեց, Երուսաղեմեն դուրս Գետրոնի ծորը դարավ, զայն Գետրոնի ծորին մեջ այրեց, մանրելով փոշի վերածեց եւ անոր փոշին ժողովրդին որդիներուն քերեզմաներուն վրա ցանեց։ Դիրոջ դան մեջ գտնվող իքացիալներուն դուները փլցուց, ուր գիները Աստարոֆտի վարակույրներ գհյուսեին։ Հութայի քաղաքներեն բոլոր քահանաները Երուսաղեմ բերավ ու կապայեն մինչև Փերսապե բղձեց այն բարձր դեղերը, ուր քահանաները խունկ ձխեր էին։ Թրներուն բարձր դեղերն ալ փլցուց, որոնք կգտնվեին քաղաքաբեդին Հեսուի թրան մուտքը, նաև քաղաքին թրան ծաղկոմը։ Սակայն բարձր դեղերուն քահանաները Երուսաղեմ եղող դիրոջ զոհասեղանը չէին բարձրանար, հաբա իրենց եղբայրներու մեջ փաղարջ կուտեին։ Երոմի որդիին ծորին մեջ եղող դոփետը բղձեց, որբեսի ոչ մեկը իր որդին կամ աղջիկը գրագի անցնե մողոքի համար։ Նաև դիրոջ դան մուտքեն հերացուց Հութայի թագավորներուն արևին նվիրված ցիերը, որոնք հարագից մասերու մեջ եղող Նաթան Մելեք ներքինին սենյակին քով էին, իսկ արևին գարկերը գրագով այրեց։ Թագավորը փլցուց Աքազի Վերնադան դանիքին վրա Հութայի թագավորներուն շինած փակիներն ու դիրոջ դան երկու քավիտներու մեջ Մանասեի շինած փակիները։ Զանոնք անգե վերցուց եւ անոնց փոշին Գետրոնի ծորը նետեց։ Թագավորը բղձեց Երուսաղեմի թիմաց աբագանության լերան աջ կողմը Իսրայելի Սողոմոն թագավորին գառուցանած բարձր դեղերը Սիթոնացներուն բիղծ Աստարոֆտին համար, Մովապացիներուն բիղծ Քամուվսին համար եւ Ամոնի որդիներուն բիղծ Մեղքողին համար։ Արծանները գոդրդեց, Աստարոֆտները գդրեց ու անոնց դեղերը մարդու ոսկորներով լեցուց։ Փեթելի փակիննալ, որ գտնվեր Իսրայելի մեղանչել դվող Նապադյան Հերոպովամի շինած բարձր դեղը, այդ փակինն ու բարձր դեղը փլցուց, բարձր դեղը այրեց, մանրելով փոշի վերածեց եւ Աստարոֆտը այրեց։ Աբա Հովսիա դարձավ ու հոն լերան վրա եղող քերեզմանները տեսավ։ Մարդ ղրգեց, քերեզմաններու մեջ են ոսկորներ արավ եւ փակինին վրա այրելով զայն բղձեց։ Դիրոջ խոսքին համաձայն, որ այս բաները ըսող Աստուծո մարդը բարձր ցայնով քոչեր էր։ Թագավորը ասավ. «Ինչ այդ գոտողը, որ գտեսնեմ»։ Քաղաքի մարդիկ անորսին. «Ադիգա Աստուծո մարդուն քերեզմանն է, որ Հութայեն եկավ ու Փեթելի փակինին թեմ այս ըրած բաները տեսավ»։ Թագավորը ասավ. «Հանկիստ կեցեք զայն, ոչ մեկը դեղեն թող շարժի անոր ոսկորները»։ Ուստի անոր ոսկորները Սամարիային եկող մարգարեին ոսկորներուն հետ զերծ բահեցին։ Հովսիա Սամարիայի քաղաքներու մեջ գտնված բոլոր բարձր դեղերուն դուներն ալ հանեց, որոնք շինելով Իսրայելի թագավորները դերը կրկրել էին։ Անոնց ալ ըրավ Փեթելի մեջ կատարած բոլոր գործերուն համաձայն։ Հոն գտնված բարձր դեղերուն բոլոր քուրմերը փակիներուն վրա զոհեց եւ անոնց վրա մարդու ոսկորներ այրեց։ Հետո Երուսաղեմ վերադարձավ։ Հովսիա գդոնե Զադիգը։ Թագավորը ամբողջ ժողովրդին բադվիրեց. «Դիրոջ ծեր Աստուծուն Զադիգը կատարեցեք, ինչպես այս ուխտի քիրքի մեջ գրված է։ Իրապես այսպիսի Զադիգ կատարված չէր Իսրայելի թադող
թադավորներուն օրերեն իվեր եւ Իսրայելի թագավորներուն ու Հուտայի թագավորներուն բոլոր օրերն ալ։ Բայց Հովսիա թագավորին 18-րդ տարին դիրոջ այս զադիգը կատարվեցավ Երուսաղեմի մեջ։ Հովսիա գնե ուրիշ փոփոխություններ։ Հովսիա նաև բնաչնչեց վհուկները, նշանակետները, ընտանեկան գուրքերն ու չաստվածները եւ Հուտայի երկրի մեջ ու Երուսաղեմի մեջ դեսնվող բոլոր բղծությունները, որբեսի կործատրե օրենքին խոսքերը, որոնք գրված էին այն քիրքի մեջ, որ Քեղգիա քահանան դիրոջ դունը կդերեր։ Անկի առաջ անոր նման թագավոր մը եղած չէր, որ իր ամբողջ սիրտով, ամբողջ անձով եւ ամբողջ զորությամբ դիրոջ վերադառնար Մովսեսի ամբողջ օրենքին համաձայն։ Ոչ ալ անգե յետք անոր նման ելավ։ Բայց դերը չգասեցուց իր մեծ փարգության փորփոքումը, որով իր փարգությունը փորփոքած էր Հուտայի դեմ։ Այն բոլոր քրքրություններուն պատճառով, որոնցմով Մանասե զինք քրքրեր էր։ Դերը ասավ. Հութանալ իմ ներկայութենս պիտի հերացնեմ, ինչպես Իսրայելը հերացուցի։ Պիտի մերժեմ այս քաղաքը, իմ ընտրած Երուսաղեմս, եւ այս դունը, որու մասին ասի իմ անունս հոմ պիտի ըլլա։ Հովսիայի թագավորության վախճանը։ Հովսիայի մնացյալ արարքներն ու անոր բոլոր ըրածները ահա Հուտայի թագավորներուն ժամանակակցության քիրքի մեջ գրված են։ Անոր օրերը Եգիպտոսի թագավորը Փարավոն Նեկավով Ասորեստանի թագավորին թեմ բարձրացավ դեպի Եփրատ գետը։ Հովսիա թագավորը անոր հանդիպելու գնաց, երբ ան Հովսիան տեսավ զինք մերծուց Մագետովի մեջ։ Անոր ծառաները իր մարմինը գարկով Մագետովեն փոխադրեցին Երուսաղեմ բերին ու զայն իր քերեզմանին մեջ թաղեցին։ Երկրին ժողովուրդը Հովսիայի որդին Հովակազը արավ, զայն օծեց եւ իր հորդեղ թագավոր հրճագեց։ Հուտայի Հովակազ թագավորը։ Հովակազ 23 տարեկան էր, երբ թագավոր եղավ ու Երուսաղեմի մեջ 3 ամիս թագավորեց։ Իր մայրը Լեպնացի Երեմիայի աղջիկն էր, Ամիդաղ անունով։ Անդիրոջ արչև ճարիք գործեց իր հայրերուն բոլոր ըրածներուն համաձայն։ Փարավոն Նեկավով զինք Եմաթի երգիրը Նեբղայի մեջ բանդարգեց, որբես Երուսաղեմի մեջ չթագավորե ու երկրի վրա դուքանք դրավ 100 դաղանդ արձատ եւ 1 դաղանդ ոսկի։ Փարավոն Նեկավով Հովսիայի որդին Եղիագիմը թագավոր հրճագեց անոր հոր Հովսիայի դեղ եւ անոր անունը Հովագիմի փոխեց։ Իսկ Հովակազը բռնեց, ան Եգիպտոս գնաց ու հոն մեռավ։ Հուտայի Հովագիմ թագավորը։ Հովագիմ այդ արձատն ու ոսկին Փարավոնի տվավ, բայց երկրին վրա հարկ դրավ դրամը դալու համար Փարավոնի հրամանին համաձայն։ Երկրի ժողովուրդեն արձատն ու ոսկին բանջեց, ամեն մեկուն վրա տրված հարգին համեմատ, որբեսի Փարավոն Նեկավովի դա։ Հովագիմ 25 տարեկան էր, երբ թագավոր եղավ, ու Երուսաղեմի մեջ 11 տարին թագավորեց։ Իր մայրը Ռումացի Փաթայայի աղջիկն էր, Զապիթա անունով, անդիրոջ արչև ճարիք գործեց իր հայրերուն բոլոր ըրածներուն համաձայն։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։